Վաշինգտոնում Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են եռակողմ շրջանակային համաձայնագիր։ Ստորագրման արարողությունը կայացել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարությունում։ Մասնակցել են Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Ամերիկայի Միացյալ Նահանգներում Իսրայելի դեսպան Եղիել Լեյթերը և Լիբանանի դեսպան Նադա Համադե Մուավադը։ Ռուբիոն համաձայնագիրը բնութագրել է որպես սկզբի սկիզբ, ընդգծելով, որ սա դեռ միայն առաջին քայլն է և կողմերին առջևում բարդ գործընթաց է սպասվում։ Սա սկզբի սկիզբն է։ Առաջին քայլը երբեմն ամենադժվարն է, բայց այն կարևոր է։ Մենք չենք թերագնահատում առաջիկա աշխատանքի բարդությունը, բայց հասկանում ենք դրա նշանակությունը։ Լիբանանի դեսպանը փաստաթուղթը ներկայացրել է որպես Լիբանանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնման ճանապարհի սկիզբ։ Նրա խոսքով նպատակը մշտական հրադադարն է, տեղահանվածների վերադարձը և խաղաղ ու անվտանգ կյանքի ապահովումը։ Իսրայելական կողմի դիրքորոշումն ավելի պայմանական է։ Իսրայելի դեսպան Եղիել Լեյթերը հայտարարել է, որ համաձայնագիրը պետք է հանգեցնի խաղաղության, բայց այն հիմնված է կատարման և անվտանգության երաշխիքների վրա։ Այս եռակողմ շրջանակային համաձայնագրում Իրանը դուրս է, Հեզբոլլահը դուրս է, իսկ Իսրայելի և Լիբանանի միջև խաղաղության ճանապարհը բաց։ Վերջնական նպատակը մեր երկու երկրների միջև խաղաղությունն է։ Համաձայնագրով նախատեսվում է ստեղծել եռակողմ ռազմական համակարգման խումբ, որը պետք է հետևի գործընթացի իրականացմանը։ Քննարկվում են նաև Հարավային Լիբանանում փորձնական գոտիներ, որտեղ իսրայելական ուժերը պետք է դուրս գան փոքր հատվածներից, իսկ Լիբանանի բանակը տեղակայվի այդ տարածքներում։ Այնուամենայնիվ, սա ամբողջական դուրսբերման պայմանագիր չէ։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ իսրայելական ուժերը կշարունակեն մնալ անվտանգության գոտում այնքան ժամանակ, քանի դեռ Հեզբոլլահից եկող սպառնալիքը չի վերացվել։ Լիբանանի համար առաջնահերթը հակառակն է՝ Իսրայելի լիարժեք դուրսբերումը և պետության վերահսկողության վերականգնումը երկրի ամբողջ տարածքում։ Հեզբոլլահի խմբավորումը չի մասնակցել փաստաթղթի ստորագրմանը և դեմ է զինաթափման պահանջներին։ Սա նշանակում է, որ Վաշինգտոնում ստորագրված փաստաթուղթը կարող է դիվանագիտական առումով կարևոր լինել, բայց դաշտում դրա իրականացումը բարդ է լինելու։ Ամերիկայի Միացյալ Նահանգները խոստացել է աջակցել գործընթացին, այդ թվում մարդասիրական օգնությամբ, սակայն հիմնական հարցերը դեռ բաց են։ Ինչ արագությամբ կտեղակայվի Լիբանանի բանակը հարավում, ինչ ծավալով կհեռանան իսրայելական ուժերը և արդյոք հնարավոր կլինի սահմանափակել Հեզբոլլահի ռազմական ներկայությունը։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։